Շատ հրաշալի մի օր, շատ հրաշալի մի կատարված պատմություն, որը Աստված գրի է տվել այս ամենը, որպեսզի մարդիկ ամեն ժամանակ սպասեն նրան, ամեն ժամանակ հավատան նրան, որովհետև նա ամեն ժամանակի մեջ է մկրտում, նա միշտ մկրտում է, ամեն։ Երբ որ Հիսուս Քրիստոս աշակերտների հետ շրջում էր ողջ քաղաքներով, գյուղերով եւ ամբողջ իր կյանքը, իր գործը, իր ամեն հրաշքները, բժշկությունները աշակերտներին ցույց էր տվել եւ մի պահ ժամանակ եկավ եւ Հիսուս Քրիստոսն ասեց. Ես պիտի գնամ, կտխրեք, բայց ոչինչ, լավ է որ գնամ, ձեր համար շատ լավ է որ գնամ։ Երբ որ ես գնամ կուղարկեմ Սուրբ Հոգին, Մխիթարիչը, Սուրբ Հոգի ուսուցիչը, Սուրբ Հոգի զորավոր կրակով լցված այդ հոգին երկնքից իջած, որ ամեն մեկից մկրտելու է եւ շատացնելու է երկնային այն հացը։ Ամեն։ Եվ այն հոգու ներկայության մեջ պետք է որ մենք լիարժեք սրտով լիակատար հավատքով մտնենք, ամեն։ Աստծո խոսքը մեզ հիշեցնում է խոսքեր, որ երբ որ մենք հասկանանք մենք ինչից պիտի ետ դառնանք եւ գանք Տիրոջ առաջ, երբ որ Մովսեսը բարձրացավ Սինաները, մարդիկ չէին հասկանում ինչ որ մեղքերի մեջ էին, թե մեղքերի մեջ չէին։ Բայց Մովսեսը երբ որ պատվիրանը բերեց Աստծու տված, այդ պատվիրանները երբ որ մարդիկ իմացան, որն է կարելի եւ որն է չի կարելի, այսինքն որն է մեղքը, այդ ժամանակ մարդիկ հասկացան, թե որն է մեղքը։ Խոսքը ստանում է նրան, որ երբ որ Տիրոջ ներկայության մեջ մտնում ենք, միայն այդ ժամանակ է, որ մեզանից գնում է բացասականը, հայտնի է լինում այն բացասականը, թե մենք ինչի համար մենք պիտի զղջանք, ամեն։ Գործքի 2:37-ում ասում է, Պետրոսը նրան ասեց, ապաշխարեցեք եւ ձեզանից ամեն մեկը թող մկրտվի Հիսուս Քրիստոսի անունով, մեղքերի թողության համար եւ Սուրբ Հոգու պարգևը կընդունի։ Պետրոսը երբ որ քարոզում էր, այնտեղ կար ինչ-որ բանի թողություն, մեղքերի թողության մասին էր խոսում Պետրոսը։ Այո, մկրտությունից առաջ, նախ առաջի հերթին պետք է որ մենք թողնենք ինչ-որ մի բան, զղջանք եւ ապաշխարենք Տիրոջ առաջ եւ ասելով, Տեր, ահա ես պատրաստ եմ քո առաջ, արա այն ինչ որ ուզում ես։ Աստված ամեն անգամ ինքը իր հոգով լցնում է մեզ, ամեն։ Ուզում եմ որ դու արձագանքես եւ հոգու մեջ լինես եւ զորավոր լինես արձագանքելու մեջ, ամեն։ Ոնց որ մեր Գրիգոր եղբայրն էր ասում, պատգամը կհաջողվի այն ժամանակ, երբ որ ժողովուրդը ամբողջությամբ ընդունի, գիտակցի ինչ է դա, ամեն։ Հալելույա։ Երբ որ գալիս ենք նրա ներկայության առաջ, պետք է որ մենք փափագով գանք, պետք է որ ամբողջ սրտով գանք մենք նրա առաջ, որովհետև նա սպասում է մեզ, որովհետև աշակերտներին ասել էր, կգնաք եւ կսպասեք, նա աշակերտներին խոսում էր տվել, նա աշակերտներին առանց խոսումի չէր թողել, որովհետև աշակերտները շատ էին կապված Հիսուս Քրիստոսի հետ, որովհետև Հիսուսը տեսնում էր աշակերտների այն սպասումը, այն կարոտը, այն փափագը, նվիրվածությունը, դրա համար ինքը հասկացավ, որ ես պակաս կլինեմ այդ ժամանակում, այդ կարճ ժամանակվա մեջ,
Բայց Սուրբ Հոգին խոստանում եմ, կուղարկեմ ձեզ, երբ որ դուք հավաքվեք այնտեղը, որտեղ որ նա ասել էր։ Աստված միայն այն ժամանակվա համար չէր մկրտել ժողովրդի։ Այո։ Այդ Պենտեկոստեի օրը, այդ ժամանակ, որ Սուրբ Հոգին եկել էր և նրանց մկրտել էր, միայն այդ ժամանակվա համար չէր։ Սուրբ Հոգին ամեն ժամանակվա հոգին է, ամեն ժամանակ Սուրբ Հոգին մկրտում և զորացնում է մեզ։ Այդ ամեն ժամանակ պետք է, որ մենք հիշենք նրան, Տեր դու ամեն օր մեզ մկրտում ես և զորացնում ես։ Պետք է, որ մենք լինենք սպասումով։ Սպասելը շատ կարևոր բան է, ամեն։ Հանդիպել է ինչ-որ մի պահ, որ դու սպասել ես։ Ինչ-որ մի ժամ են ասել քեզ, ինչ-որ մի օր են ասել քեզ և դու սպասել ես։ Դա շատ կարևոր հարց է հոգևոր մարդու կյանքում։ Մենք սպասում ենք արդյոք։ Այո, այսօր զորավոր օր է, ամեն պաշտամունքի օրը զորավոր օր է, ամեն օրը եթե դու Տիրոջը սպասում ես, զորավոր օր է, ոչ թե միայն Պենտեկոստեի օրը, այլ ամեն պաշտամունք մեր մեջ պիտի Պենտեկոստե առաջանա։ Սուրբ Հոգու լեցունությունը, Սուրբ Հոգու զորությունը, Սուրբ Հոգով լցված կյանքը։ Երբ որ նրանք սպասում էին, այո, մեծ փափագով էին սպասում։ Ես չեմ կարող սովորականի պես սպասել մեկին, որը նա խոստացել է հանդիպել քեզ հետ։ Աստված տեսնում է մեր սրտերը, Աստված տեսնում է մեր հոգին, մեր ծարավը, մեր փափագը, այո, երբ որ ես մկրտվա, տեսում եմ մկրտվել ես, փողոցում, ինձ ոչ մեկ չի կպել, շատ-շատերը տեղյակ են դրա մասին, բայց Սուրբ Հոգին ինձ դրսում մկրտեց, և երբ որ մտան ներս, սկսեցի լեզուներով աղոթել արդեն, ինչի համար, որովհետև նա է մկրտողը, Հիսուս Քրիստոսը։ Երբ որ մարդիկ ծարավով սպասում էին, Ղուկաս ավետարանի 11-ի 13-ին գրված է. Արդ եթե դուք, որ չար եք, գիտեք բարի բաներ տալ ձեր որդկանցը, էլ որքան ավելի երկնավոր Հայրը Սուրբ Հոգին կտա նրանց, որ ուզում են նրանից։ Շատ բան է կախված մեզանից, որ մենք ուզենք։ Եթե մենք չուզենք, նա չի տա մեզ։ Մեր դիրքը, մեր ուզելու, մեր ցանկանալու, մեր կամենալու, մեր կառչելու, մեր սպասելու սիրտը պետք է մենք աշխատեցնենք, սա մեր ձեռքն է, սա մեր ուզելու մեջ է, սա մեր հոգու, մեր մտքի, մեր կամքի մեջ գործում է, մեր ցանկությունը և Աստված ուսողին տալիս է, պիտի կամենանք, եթե ոչ, նա չի մկրտելու մեզ, համաձայն ես, որ մենք պիտի կամենանք, որ Տեր, այսօր եկել եմ որոշումով, այսօր եկել եմ լցվելու քո հոգով, այսօր եկել եմ, որ դու ինձ մկրտես Տեր, դու կմկրտես, թե չես մկրտի, բայց ես եկել եմ փափագով Տեր Աստված, դա քո կամքն է Տեր Հիսուս։ Հովհաննես ավետարանի 1:33-ում ասում է, և ես չգիտեի նրան, բայց նա, որ ինձ ուղարկեց ջրով մկրտելու, նա ասեց ինձ, թե որի վրա որ տեսնես հոգին վայր է գալիս և նրա վրա մնում, նա է Սուրբ Հոգով մկրտողը։ Հովհաննես ավետարանիչին, Աստծո մկրտիչին, Աստծո խոսքը եկել էր և ասում էր, ով է մկրտողը, Հիսուս Քրիստոսը,
Ասում է, երբ որ կտեսնես, որ Սուրբ Հոգու ներկայությունը գալիս է իր վրա եւ մնում է, նա է հոգով մկրտելու։ Հովհաննես մկրտիչը ինքը իր ձեռքով էր մկրտում ջրի մեջ։ Բայց Հիսուս Քրիստոսը առանց մեր ձեռքի է նա մկրտում եւ նա այստեղ է այսօր ինձ ու քեզ մկրտելու այդ նույն Հիսուս Քրիստոսը։ Եթե հավատում ես, ասա ամեն։ Տերը քեզ այսօր մկրտի, զորացնի, ուժեղացնի, ամեն։ Երբ որ մենք ընդունում ենք Հիսուս Քրիստոսի մկրտությունը, այն պարգև է լեզուների։ Ինչ է պետք անել, այդ հոգուն հնազանդվել է պետք, այդ ներկայությանը, այդ հպումին համաձայնվել է պետք, ամեն ասել է պետք, ոչ թե ընկնենք կասկածանքի մեջ, երբ մտենք, տեսնես ինձանից է այս ձայնը, տեսնես սա ես եմ խոսում, թե Աստծո խոսքն է, եթե դու դիմադրես, անգամ եթե դու մկրտվես ու դիմադրես չխոսես, դու այդպես էլ չես խոսի։ Լեզուների պարգևը գործում է այն ժամանակ, երբ որ դու հավատում ես, համաձայնվում ես եւ բացես թողնում այդ Սուրբ Հոգու լեզուների պարգևը եւ գործում է դա քո կյանքում քո հոգեվոր անձը շինելու համար։ Սա է խոստումը։ Բայց դուք 1:8 գործառակելոց, բայց դուք զորություն կստանաք, երբ Հոգին ձեզ վրա գա, եւ իմ վկաները կլինեք Երուսաղեմում, ամբողջ Հրեաստանում ու Սամարիայում, մինչև աշխարհի ծայրերը։ Ինչի համար է Սուրբ Հոգին ուղարկել մեզ, որպեսզի մենք դառնանք նրա վկան, որպեսզի մենք դառնանք նրա մասին պատմողները, ամբողջ աշխարհում, ամեն տեղ, ամեն քաղաքներում, ամեն գյուղերում, եթե մենք չկանգնենք նրա առաջ եւ Տիրոջ ներկայությունը մենք չընդունենք, մենք չենք կարողանա վկայել այնպես, ինչպես որ պետքն է։ Ամեն։ Արդյոք մենք սպասում ենք այնպես, ինչպես սպասում էին այն մարդիկ, խոստում էին հավատացող մարդիկ։ Շատ կարևոր հարց է սա յուրաքանչյուրիս կյանքում։ Ինչ է նշանակում սպասել, կես ժամ, ինչ է նշանակում սպասել, մեկ օր, մի շաբաթ, պատկերացնում եք ինչ է կատարվում, ժամ չկա, այդ ժամը մարդը չէր որոշել, թե ինչքան ժամանակվա մեջ պիտի հոգին գա, այդ սպասումը, այդ փափագը այնքան մեծ էր մարդկանց սրտերում այդ խոստումը այնքան կարևոր էր ու այնքան մեծ, որ իրանց համար ժամերն ու ժամանակները իրանց աչքին չէր երևում, իրանց համար մենակ մի բան էր պետք, երբ կգա հոգին, որովհետև նրանք հավատում էին, նրա համար էին հավատվել այդտեղ միաբան։ Գործ առաքելոցի 1:4-ում ասում է, որքան ժամանակ որ միասին էինք, Հիսուսը նրանց պատվիրում էր, չհեռանաք Երուսաղեմից, այլ հոր խոստմանը սպասեք, մինչև որ ինձանից լսեցիք, ինչ որ ինձանից լսեցիք, այն ինչ որ Հիսուս Քրիստոսը ասել էր, մեր մասին է խոսքը, Աստծո ժողովրդի մասին է խոսքը, այս օրերում, որ մենք ամեն Աստծո խոսքին մենք պիտի հավատանք եւ ամեն Աստծո խոսքին մենք պիտի սպասենք, մենք տարբերվում ենք սրանով աշխարհի ժողովրդից,
Եթե մենք չենք հավատում մեր Տիրոջ խոսքերին, մենք ինչով ենք տարբերվում աշխարհի ժողովրդից։ Մեկ աշխարհն էլ է ասում, ես էլ եմ հավատում, դաժե քեզանից ավելի շատ։ Բայց իմ հավատքը ինչով է տարբերվում, նրա խոսքին հավատալով և սպասելով։ Մենք կարող ենք մեր անձերի մեջ մենք մեզ օգնենք, ես սպասում եմ քեզ Տեր, թե ուղղակի շատ վրազն եմ։ Ես կսպասեմ այնքան, մինչև քո հոգին կգա Տեր։ Շատ կարևոր է, երբ հոգին կգա քեզ վրա և դու կդառնաս Տիրոջ վկան։ Շատ մարդիկ կային այնտեղ, շատ մարդիկ, որ չդիմացան և հեռացան, բայց մարդիկ կային, որ սպասեցին, մարդիկ կային, որ հոգնեցին և գնացին հետ, հեռացան, որովհետև Հիսուսն ասել էր, չհեռանաք Երուսաղեմից, ինչ որ լինելու է, Երուսաղեմի մեջ է լինելու, բայց մարդիկ ծանրացան, հավատքը չեր հերիքում սպասելու համար, հավատքը չեր կարողանում փափագել այնպես, ինչպես որ հարկն է, և նրանք դժվարացան, ծանրացան և հոգնեցին և հեռացան այդ խոստման վայրից, որը Տերը խոստացել էր։ Աստված խոստացել է մեզ, պետք է չհեռանալ այն տեղից, սպասել մինչև վերջ, մինչև որ հոգին կգա մեզ վրա։ Սպասելը, ընդունել, համոզված, հաստատուն քայլեր կատարել նրա ներկայության առաջ։ Ամեն։ Եթե մենք հավատում ենք այդ խոստումին, ուրեմն Տերը խոստացել է, որ կգամ և կմկրտեմ։ Պողոսին հիշում ենք բոլորս։ Պողոս առաքյալը ինչ եռանդով էր վկայում, ինչ ուժեղ էր քարոզում, իր ամբողջ կյանքը ինչ ուժեղ էր։ Եկեք միասին մտածենք, որտեղից նրան այդ եռանդը, որտեղից նրան այդ ուժը, որտեղից նրան այդ կյանքը, որ ինքը դրել էր։ Նա ապրել էր Պենտեկոստե։ Նա ապրել էր մի քանի ժամանակ Տիրոջ ներկայության մեջ, որը հանդիպել էր ամենակարող Աստծո հոգուն և ասեց, ինչ անեմ քեզ համար Տեր։ Այդ Պենտեկոստեն մինչև մենք չապրենք, մեզ համար մեկ է, մենք կդառնանք ընդամենը եկեղեցի, գալ և գնալ մարդկանց պես, ամեն, բայց պետք է, որ մենք քայլ կատարենք, այսօր ես կարճ եմ խոսելու, և ավելի շուտ ուզում ենք, որ մենք աղոթքի մեջ լինենք, ուզում ենք, որ աղոթքով գանք Տիրոջ առաջ, ուզում ենք, որ մեր սիրտը տանք Տիրոջը, ասելով, Տեր, նորովի օժտիր ինձ, նորովի թարմացրու ինձ, նորովի օծիր ինձ, ամեն։ Այո, չհեռանալ Երուսաղեմից, այսինքն հնարավոր է մարդիկ հենց այդպես էլ արեցին և դրա համար էլ առաջացավ ծաղրանք, առաջացավ հեգնանք, ծաղրում էին հեռվից մարդկանց, ասում էին այս մարդիկ միգուցե հարբած են, ես ինչ լեզուներով են խոսում, մկրտությունից հետո մարդիկ կլինեն, այո, թեկուզ մեր մեջ, թեկուզ դրսում, երբ որ չեն կարողանում ընդունել և հասկանալ, նրանց համար սա ծաղրանք է, և դա թուլացնում է իրենց սիրտը, միտքը, հոգին, բայց երբ որ մարդիկ խոստման մեջ են, զորավոր են նրանք և հոգին վերցնում են Տիրոջից, մի օրինակ եմ ուզում բերել այդ հեռանալու և մնալու պահով, մենք ֆիզիկապես, ես սա վկայություն եմ ուզում ասեմ, որ
Ես ֆիզիկապես այստեղ պաշտամունքին նստած էի տարիներ առաջ և Արսեն եղբայրը պատգամը խոսում էր ես համ Արսեն եղբոր պատգամն էի լսում համ ասում էի ամեն համ էլ ես շաբաթ օրը ես գնում եմ կոշիկի շուկա ես ամբողջ մտքով ես գնացել էի այդ նույն առևտրի մեջ ինչ որ ես շաբաթ օրը գնացել էի մի օր առաջ իմ միտքը Երևանում էր, կոշիկի շուկայում էր, ստեղ չէր։ Ես Արսեն եղբորը լսում էի։ Գլուխս իրար էի տալ, ասում էի ամեն։ Բայց երբ որ մի պահ ես զգացի, որ իմ միտքս թափառում է, կներեք, որ ձեր հետ չի լինում դա, մենակի մետ է լինում։ Հեռանալը, դա ֆիզիկապես չի։ Ես էսի վկայում եմ, իմ կյանքից եմ վկայում, իմ ապրածից եմ վկայում։ Դու ֆիզիկապես ներկա ես, բայց շատ հնարավոր է դու լեռներում լինես, քաղաքներում լինես, աշխատանքի վայրում լինես, չգիտեմ, դուք գիտեք, դուք որտեղ եք, ես չեմ կարող մտնել ձեր մտքի մեջ։ Ինչ է մտածում մարդու միտքը։ Դու լավ գիտես ինչ է մտածում, բայց հեռանալը ես ուզում եմ կենտրոնացնել դրա վրա, որ կենտրոնացի Քրիստոսի խոսքերի վրա։ Սպասի այնքան, մինչև հոգին կգա քեզ վրա, որովհետև խանգարողը գալիս է մեր միտքը գողանում է, խանգարելով տանում է, որպեսզի դու խոսքը, որ Աստված իմ սրտին դրել է, այն խոսքը գողանա, չլսես և դու մտքով ուրիշ տեղ լինես։ Սա ապրած բան եմ ասում։ Եթե մարդ ապրած մի բան է ասում, դա զորություն ունի, չէ՞։ Մի օր իմ ձեռքիս այս մասը, չգիտեմ ինչ ուռած պահ կար, ստենց մի սանտի չափով ամենը ուռած էր։ Երբ որ Տերը բժշկեց այս ուռած մասերը չկա, ես որտեղ որ վկայում էի դրա մասին, ասում էի աղոթել եմ Տիրոջս և Տերը բժշկել է, մարդկանց մեջ փոփոխություն էր ելնում, սկսում են ավելի ուժեղ, ավելի եռանդով Աստծո խոսքը լսել։ Ինչի համար, որովհետև ես վկայում էի, որ Հիսուսը բժշկել է իմ ձեռքը։ Եթե ես մեկը ես չպատմեմ նրա գործերը, բա ով պատմի։ Եթե դու չպատմես նրա գործերը, բա ով պատմի։ Քարերը, ծառերը, ով պատմի, մենք պիտի պատմենք։ Եթե մենք չլծվենք Տիրոջ խոսքով, եթե մենք չլծվենք Տիրոջ հոգով, ինչպես կարող ենք մենք վկայել Պողոս առաքյալի պես, Պետրոս առաքյալի պես, աշակերտների պես, Աստծո մարդկանց պես, որ մենք գիտենք ովքեր են նրանք։ Ամեն։ Եվ ուզում եմ, որ մենք չկասկածենք այն մկրտողին, որ նա այստեղ է, որ նա է մկրտում։ Ուզում եմ, որ քո սիրտդ պատրաստես Գործ առաքելոց 2:12-13-ը և հիանում էին ամենքը և զարմանում և մեկը մյուսին ասում էին, սա ինչ պիտի լինի, իսկ ուրիշները ծաղր անելով ասում էին, քացախից հարբել են երևի։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Նրանք ովքեր կասկածի մեջ էին, նրանք ովքեր չէին կարողանում հասկանալ, թե այս ինչ մկրտություն է։ Նրանք ինչ որ բան իրանց մտքից գալիս է և իրանք սկսում են ծաղրել, բաներ արտահայտվել, որը իրանց սիրտն ու հոգին միտքը չի հասկացել, թե ինչ է այդ մկրտությունը։ Ամեն։ Ուզում եմ, որ կանգնես ոտքի, խոսքը կարծում եմ, որ շատ երկար պետք չէր, որովհետև այսօր ինչքան որ Աստված սրտիս խոսքը դրել էր այդքանը, խոսեցի նրա համար, որպեսզի մենք լսենք և մենք գանք Տիրոջ առաջ և ես ուզում եմ, որ երբ որ Տերը կկպնի քեզ,
երբ որ Սուրբ Հոգու ներկայությունը կկապնի քեզ, թույլ տուր, որ դուրս գա այն լեզուների պարգևը քո միջոցով, եթե դու իհարկե փափագում ես